2 միլիարդ 317 միլիոն դոլարի թանկարժեք քարեր ու մետաղներ և 1 միլիարդ 236 միլիոն դոլարի տեխնիկա ու էլեկտրոնիկա է արտահանվել 2025-ին Հայաստանից։ Ինչի մասին են այս թվերը խոսում։ Գուցե այն բանի, որ Հայաստանը ունի հզոր արդյունաբերական ռեսուրս, թղթերի վրա գուցե։ Իրականում սա հին ու ոչ բարի ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքն է։ Դրա ազդեցությունը մեր տնտեսության վրա նվազել է, բայց այդքանով հանդերձ վերարտահանումը միևնույն է ապահովում է ահռելի եկամուտներ մեր բյուջեի համար։ Զարմանալի չէ, որ 2025-ի խոշորագույն հարկատուն սմարթֆոնների վաճառքով զբաղվող ընկերությունն է, որը բյուջե է մուտքագրել 200 միլիոն դոլարից ավելի հարկ։ Դրա փոխարեն նահանջել են ավանդական խոշոր հարկատուները։ Գազպրոմի հարկերի նվազելը նշանակի, որ Գազպրոմի կողմից տրամադրվող գազի քանակների ծավալն է նվազել, որը խոսում է արդյունաբերական ճյուղերի նվազելու մասին եւ գյուղատնտեսության որոշակի նվազելու մասին, ասենք ջերմոցներ եւ այլն, որոնք ոչ օգտագործում են գազը եւ բնակիչների կողմից։ 2025-ի խոշորագույն հարկատուների ցանկի առաջին տեղերում չկան արդյունաբերական ընկերություններ։ Սա Հայաստանի տնտեսության մոդելը ներկայացնող փաստ է։ Այսինքն կազմակերպությունը կարող է ահռելի հարկեր փոխանցել բյուջե, սակայն ունենալ 1-2 տասնյակ աշխատակից, ինչպես օրինակ վերարտահանումով զբաղվող ընկերությունները։ Այսինքն գործունեությունը փող է բերում, բայց մուլտիպլիկատիվ էֆեկտ չունի տնտեսության համար։ Առանձիկները թանկացել շուկայում ու իրենք ռեկորդային թիվ էին մոդել, մոտավորապես 144 միլիարդ դրամ, հետո նվազել էր 109 միլիարդ 24 թվին, հիմա 52 միլիարդ է։ Հիմա մի հաց է առաջ գալիս, դեռ որքան հնարավոր կլինի բյուջե հոսքեր ապահովել վերարտահանման հաշվին եւ ընդհանուր առմամբ ինչ ազդեցություն դա կունենա մեր տնտեսության վրա։ Փորձագետների կարծիքով այն, որ իրավիճակից օգտվում է հայկական բիզնեսը, շատ լավ է։ Ուրիշ բան, որ պետական տնտեսական քաղաքականությունն այս ընթացքում պետք է տարվեր այնպես, որ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտից հետո ստացած շահույթը շարունակեր աշխատել հօգուտ Հայաստանի տնտեսության։ Ենթադրություն անելով, որ իբր այս դրամական հոսքերը երկարաժամկետ հեռանկարում լինելու են, կառավարությունը կարող է պարտավորություններ ստանձնել երկարաժամկետ, ու երբ հետագայում այս դրամական հոսքերը կտրվեն, ուղղակի ի վիճակի չլինի այդ պարտավորությունները կատարելու եւ հայտնվենք այդպես ֆինանսական ծանր դրության մեջ։ Մեծ հաշվով վերարտահանվող ոսկու եւ էլեկտրոնիկայի ծավալները կսկսեն նվազել, հենց որ Ուկրաինայի հետ կապված Ռուսաստանն ու ԱՄՆ գան համաձայնության։ Ինչ ենք անելու մենք դրանից հետո։ Պարզ չէ։ Տարեկան Հայաստանի բյուջե հարյուրավոր միլիոնների հարկեր են մուտք լինում բացառապես հենց վերարտահանման շնորհիվ։ Իսկ այդ մուտքերով մարվում են միլիարդավոր դոլարների պատկերի տոկոսադրույքները, որոնք կառավարությունը շարունակում է ներգրավել ճանապարհաշինության եւ այլ նախագծերի համար։ Եթե դու տեսնում ես, որ կարճաժամկետ ինչ որ օգուտներ ունես, հնարավորություններ ունես, եկամուտներ ունես, այդ կարճաժամկետ եկամուտները կուտակում ես ու դնում ես մի կողմ, որպեսզի հետագայում խնդիրներ առերեսես, կամ գոնե եթե չես դնում մի կողմ եւ ուզում ես օգտագործել, դրանց հաշվին այդպես երկարաժամկետ պարտավորություններ չես ստանձնում։ Կա կարծիք, որ իշխանության ներկայացուցիչները հույս ունեն դեպի Ռուսաստան վերարտահանումից ստացվող շահույթը փոխարինել թրիփից ստացվելիք շահույթով, սակայն վերջինից ստացվելիք եկամուտները Հայաստանի համար չափազանց աղոտ են։ Հեռանկարներն էլ անկանխատեսելի։ Արմեն Աթելյան, ժամը լրատվական։